Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, Սաթիկ ազգային պառակտման գործակալությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը հասարակական հանրային տիրույթում, իսկ մենք փորձենք պաշտպանել մեր քաղաքացիներին ապատեղեկատվություններից ու փորձենք միասին ուսումնասիրել այս կամ այն հանրությանը հուզող հարցերն ու խնդիրները, որոնք փորձ են արվում մանիպուլացվել Սաթիկ News-ի կողմից։ Դե գիտեք, Սաթիկ գործակալության անվանումն է։ Երևակայական գործակալություն կա այդպիսի, անունը Սաթիկ է։ Եվ իհարկե դարձյալ պիտի վերադառնանք թերևս այս մեծ խնդրին, շատ մեծ խնդրին, եկեղեցում կատարվող, եկեղեցու զավթիչների հետ կապված, ու գիտեք ինչ, իհարկե նաև զուգահեռ այլ բաներ էլ կքննարկենք, առավել եւս, որ այսօր վարչապետը նաև ազգային ժողովում էր, բայց քաղաքապետարանից էլ հարցեր կան, մի խոսքով, փորձենք ընդհանուր մի քանի մեջբերումներ անենք, այնուամենայնիվ հիմնական թեման լինելու է այս չարիքների հայտարարությունները, եւ կան որոշակի հավատացյալներ, ովքեր հարկ են համարում անպայման մտնել ու գրառումներ անել պաշտպանելու համար իրենց բան։ Նախ տվյալ հավատացյալներին ասեմ հետեւյալը. մենք խնդիր չունենք բոլոր սրբազանների, քահանաների, հոգևոր հայրերի, սուրբ հայրերի, ոչ մեկի հետ խնդիր չունենք։ Մենք խնդիր ունենք առանձին անձանց հետ։ Մեկը ես։ Եվ ինձ համար սարսափելի է ընկալել, ըմբռնել, որ առաջնահերթ հենց հավատացյալը, ով այդ եկեղեցում է, համարյա ինձանից շատ է տեսնում այդ անձած, ինքը խնդիր չի տեսնում այդտեղ։ Ինձ համար սարսափելի է դա տեսնել։ Երևի ձեր ականջը լցրել են, համոզել են ձեզ, որ սրանք չարիքներն են, իրենց սատանան ձեզ փորձության է ենթարկում, ասես բաներով կարողանում են, չէ՞, բլոկ դնել։ Բայց չէ, հարցը շատ պարզ է դրված։ Հա շատ պարզ։ Գիտեք ինչ, ես մի անգամ ասել եմ, մի հատ էլ կասեմ։ Վստահ եղեք, սատանան ձեզանից լավ գիտի Աստվածաշունչը։ Հենց այդքանով էլ սատանա է ինքը։ Ինքը շատ լավ կարա այդ օգտագործի ձեր դեմ։ Այնպես որ այդ սատանին ներսում փնտրեք։ Ու ուղիղ հասցեներն էլ ասում ենք։ Եվ մյուս քահանաներին ու սրբազան հայրերին պիտի ասեմ հետեւյալը. դուք եթե չեք կարողանում պարտադրել ներսովի, որպեսի այս հարցերին հնչեն պատասխաններ եւ ուղիղ պատասխաններ, ինչից հետո կգնան կոնկրետ գործընթացներ, ապա դուք մաս եք կազմում դրան։ Լավ, մեզնից մի վախեցեք, մենք բոբոձածա չենք, Աստծուց էլ չեք վախենում։ Ինչ եք թաքցնում ճշմարտությունը։ Ինչու հանուն ճշմարտության չեք գործում, հանուն եկեղեցու չեք գործում, հանուն եկեղեցու փրկության, հանուն եկեղեցու անվան բարձրացման, ինչի չեք գործում։ Ինչա պատահել, վախացնում են ձեզ, կոմպրոմատներ կա ձեր վրա նույնպես, կարողացել են ինչ-որ կերպ սարդոյստայինների մեզ ձեզ տեղավորեն, ինչն է պատճառը։ Ինձ զարմացնում է, որ եպիսկոպոսած դասից որևիցե մեկը, ես հասկանում եմ, որ միանգամից գլխին կսարքեն ու կհեռացնեն, ես այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց հավատացեք, ձեզ հեռու չեն կարող հեռացնել։ Հենց հեռացնեն այդ չարքերը, դուք մեր գիրկն եք գալու, մեզ մոտ եք գալու։ Մենք խորթ չենք ձեզ։ Եվ դա եւս մեկ անգամ կապացուցի ձեր արդարացիությունը, ազնվությունը, եւ դուք ավելի բարձր կդասվեք հանրության կողմից, քան նրանք։ Եվ Աստծո կողմից նույնպես։ Նրանք զավթիչներն են, այդ տիպի բաներ խոսողները։ Հասկանում եք, ինձ խնդրում եմ ասեք, Աչապահյանը երբ որ ասում է, ձեզ ինչ անում, ինչ չի անում, սրա հետ դուք նորմալ եք, այս արտահայտության հետ։ Ուրեմն ասեմ, եւ հատուկ նրանց համար, ովքեր գուցե կիսում են Աչապահյանի այս կարծիքը, տեսեք։ Հայ առաքելական եկեղեցին եւ կառավարությունը առանձին իրարից առանձին անկախ կառույցներ են։ Բայց այստեղ բայց կա, որը շատ են շահարկում եւ դուք այդ դետալի մեջ չեք մտնում։ Սա պետության ներկայացուցիչն է,
Իսկ հայ առաքելական եկեղեցին իրավաբանական անձ է տվյալ պետությունում։ Այսինքն որքան էլ ինքը անկախ է, միևնույն է իրավական առումով ինքը տվյալ պետությունում է գրանցված։ Եվ հենց այստեղից սկսում է հարցերը։ Եթե իհարկե սրբազանները, եկեղեցու ծառաները իրավունք չունեն խառնվելու քաղաքականությանը, սա մենք ասել ենք դեռ այն ժամանակ, երբ որ կոնսենսուս -1 էին ձևավորում 3 նախագահներն ու կաթողիկոսը, հետո արժանի պատասխան չստացան կամ հանրային արգահատանքի չենթարկվեցին, ոգևորվեցին դրանից ու բիչինային հանին գցին փողոցները, ու սկսեցին դրանից հետո սկսեցին օրը մեջ ամեն սրբազան նստել ու կառավարության այսինչ ամեն ինչ քայլերը քննադատել ամենապիղծ ձևով, ոչ թե քննադատել, որ քննադատել անգամ դա չի կարելի, բայց ամենապիղծ ձևով։ Եվ ոչ մի հայտարարություն երբեք չեղավ բարեվարկություն դրսևորելու մասին բոլորի համար։ Մի խոսքով շատ բան կա մեր երկրում անելու, հատկապես պատերազմից հետո։ Նրանք պիտի իրենց ձեռքը վերցնեին հանրության այս հիվանդ ծանր վատ վիճակը, բայց նրանք հակառակ դա սկսեցին օգտագործեցին ու կոնսենսուս -1 ձևավորեցին, հասկանում եք սա ինչ է։ Նրանք ըստ կանոնակարգի իրավունք չունեն խառնվել իշխանության գործերին, քաղաքական գործերին, չունեն։ Ոչ թե ես եմ այդ իրավունքը ձևավորում ու ասում եմ իրավունք չունեք, ոչ, դա այդպես է ձևավորված։ Եվ իշխանությունները իրավունք չունեն խառնվելու այնտեղի ներքին, բայց այստեղ մի բայց կա նաև։ Խնդիրը քաղաքացին է, իրավական առումով, որպես իրավաբանական անձ, եկեղեցին գործում է եւ աշխատում է հայ մարդու, քրիստոնյա մարդու, Հայաստանի քաղաքացու հետ։ Ու եթե նա իր կանոնադրությունը խախտել է ու պղծել է որոշ բաներ, այստեղ առաջանում է անվտանգային խնդիր, որովհետեւ քաղաքացու երաշխավորը պետությունն է, կառավարությունն է։ Այդ դրա համար է անվտանգային հարցեր առաջանում եւ թե պիղծ մարդիկ են լինում խախտած հազար բաներ, հասկանում եք։ Այս իմաստով այո երկրի ղեկավարը հարցը շատ հստակ է դրել։ Ասում է ունես երեխա, թե չունես երեխա, որովհետեւ եթե ունես, ազգային անվտանգային խնդիր է, ոչ թե եկեղեցու ազգային անվտանգային խնդիր է, որի համար 1 թիվ 1 երաշխավորը ինքն է, իր ապարատն է։ Հասկանում եք հիմա ինչի մասին է խոսքը։ Հիմա մի հատ սրբազան կոչեցյալ նստած ասում է ձեզ ինչ, ով է Լևի, եթե ձեզ ինչ, հիմա կարող եմ հասկանալ։ Տեսեք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ձեզ կարամ շանտեղ դնեմ կամ չդնեմ, եթե տենց մտածենք։ Ու դուք չեք կարող ասեք, վայ, սա պղծում է եկեղեցին, մեզ շանտեղ չի դնում։ Եթե տենց մտածենք, ես կարամ անցնեմ դառնամ թքեմ ձեր երեսին ու դուք մաքսիմում պիտի գնաք ինձ դատի տակ ձեր երեսին թքելու համար։ Բայց չեք կարող ասեք եկեղեցում, որովհետև դուք այդ մենտալիտետը ունեք, ասում եք քեզ ինչ։ Եթե ասում ես քեզ ինչ, բա ուրեմն քեզ ինչ։ Եթե քեզ ինչ, ուրեմն հարց չկա, քեզ ինչ, ես ինչ եմ անում։ Դա ամենաանտանելի, դա առհամարական վերաբերմունք է նշանակում սեփական գործունեության մասին, դուք դրա կողմնակիցն ես, Աչապահյան ու չգիտեմ ինչ Ապահյաններ։ Ձեր ասացի վրա գոնե 10 վայրկյան մտածեք նոր լեզուներդ բացեք, բերաններդ բացեք, Այս ձեր հոտը չէ, էսի այն ինչից որ սարսափում եք, սա գիտակից եւ ազատ քաղաքացին է։ Եվ դուք ստիպված եք վաղուց հարմարվել դրան, որ աշխատում եք ազատ եւ գիտակից քաղաքացու հետ, ոչ թե ոչխարի հոտի հետ։ Հասկացաք։ Երկրորդ, եթե ասում եք քեզ ինչ, ապա մյուս հարցը, ես ձեզ տեսնելուց խեմ ասում Աստված օգնական։ Սրբազան հորը տեսնելուց խեմ ասում Աստված օգնական։ Բարևի փոխարեն, տեսեք քահանային բարևի փոխարեն ասում են օրհնեցեք Տեր հայր, եւ քահանան ասում է Աստված օգնի։ Բարևի փոխարեն, այսինքն քահանան ինձ հետ միջնորդն է հանդիսանում
այս ամեն ինչի։ Սրբազան հայրերի ճյուղը, վարդապետական ճյուղը, բանը, կուսակրոնները, նրանք հակառակ ավելի քիչ են շփվում քաղաքացու հետ եւ իրենք ունեն օրհնության եւ օգնության կարիք, որովհետեւ իրենք պիտի ճգնեն, իրենք պիտի Աստծո խոսքը, գործը ուսումնասիրեն, կերտեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Դրա համար իրենք կարիք ունեն օրհնության եւ դա է պատճառը, որ իրենց տեսնում ես, ասում ես Աստված օգնական։ Հիմի հարց եմ տալիս քեզ Աչապահյան, եթե դուք ինչ կայֆ ուզում բռնում եք, ես քաղաքացին մարդը հավատացել է ձեզ խի պիտի ասի Աստված օգնական ինչում Լևի գնալու, Աստված օգնական ինչում ճշուպի ունենալուն, ինչում Աստված օգնական կոֆեի ապարատներ դնելուն փող աշխատելուն, թե ինչին։ Եվ հենց ես կոչ եմ անում նաև քաղաքացու, այսուհետ ոչ մեկի ոչ բարև, ոչ բալուստ տալ, ոչ էլ Աստված օգնականացել, մինչև իրենք հասկանան ինչ գործի պիտի լինեն։ Ու երբ որ կցուցադրեն ու մենք կտեսնենք, որ այն գործերն, որ իսկապես Աստծո օգնությունը պետք է, սիրով մեր օրհնությունը կհղենք։ Ո՞վ եք դուք։ Սմա Աստված, այ քեզ բան։ Ձեր ինչ գործ ասում է։ Քաղաքացու գործն է։ Հենց ձեր գործը չէ, քաղաքացու գործն է։ Եկեք կանոնադրությունը ձեր փոխեք, գրեք քաղաքացու գործը չի, թե այստեղ ինչ են անում, ինչ չէ։ Փոխեք, մենք էլ իմանանք։ Մեր պետության, ուրեմն նայեք։ Իմ ընկերներից մեկը զանգեց այս մտքին հանգեցրեց, չունես դրա այն մյուս մասը ես լավ բան է արել ու բազմիցս ինձանից լսել եք, հեսա կասկանակ խոսքը ինչի մասն է, բայց սենց ուղիղ ես իսկապես չէի գտել այդ ձևակերպումը, էլի, ու շնորհակալություն իմ ավակ ընկերոջից, Սամվելից, 3 զրույցի ժամանակ ես միտքը առաջարկելուց, ուրեմն տեսեք, շատ են չէ եկեղեցականները ասում, այ եթե եկեղեցին չլիներ, հայերն այսօր չէին լինի եւ այլն եւ այլն։ Ու ես բազմիցս ասել եմ, եթե չլինեին հայերը, եկեղեցին չէր լինի։ Այսինքն եկեք այդ հավի ձվի թեմայից դուրս եկեք, որովհետեւ մենք այլ կայսրությունների մեջ, բա իհարկե կառավարություն չունենք մեր հավատքի առաջնորդների շուրջ կամ որևէ հոմսավաճառների շուրջ չենք հավաքվելու։ Կամ լավ հնարավոր է հավաքվենք։ Մի եկեղեցին է հավաքել իր շուրջ, բայց կայսրությունների ներսում եկեղեցին, երբ որ իր ժողովրդին հավաքում էր իր շուրջը, իր ազգին, դա ուներ փոխադարձ շահ, այսինքն մի կողմից ինքը նույնպես գոյատևում էր, այսինքն հավաք պահում էր քրիստոնյաներին, հայերին, գոյատևում էր եւ գոյատևում էր հայ քրիստոնյաների զոհաբերությունների շնորհիվ, նվիրատվությունների շնորհիվ, եւ մյուս կողմից ինքը աշխատում էր կայսրության ղեկավարի հետ կամ նրա ներկայացուցիչների հետ, այսինքն տեսեք, կայսրությունը տարբեր ժողովուրդներից, տարբեր ազգերից, տարբեր երկրներից բաղկացած կայսրությունն է։ Եվ այդ կայսրությունը կառավարելը շատ դժվար է։ Այսինքն կայսրը ձգտում է իր կայսրության տարածքում իրեն ավելի հլու հնազանդների հետ աշխատի, այն նրանց հետ, ովքեր կարող են այդ ազգերին համախմբած պահել, որպեսզի լինի կառավարելի, հասկանում եք։ Եվ բնական է, որ կայսրը իր կայսրության մեջ չէր վեր կենալու եկեղեցի քանդեր ու ավերեր։ Իհարկե, մինչև որ չեկավ հասավ այլ բանի, առաջին համաշխարհային պատերազմի մասին է խոսքը։ Որովհետև իրան այդ խռովությունները պետք չեն։ Կայսրությունը ինքը ունի այլ խնդիրներ, իր ներսում խռովություններ պետք չեն։ Բայց որպեսզի բարեհաճ լինի այսինչ կամ այնինչ կաթողիկոսի կամ սրբազանի հետ, պետքա սրանք շատ լոյալություն ցուցաբերեն ու այն հարկերը, որ հավաքագրվում են, այն հարկերը չէ, կներեք, բաները, նվիրատվությունները, այդտեղից նույնպես բաժին պիտի գնային շահերին, սուլտաններին, ցարերին, հասկանում եք։ Նվերների տեսքով կլիներ, ինչի տեսքով ասեց, այստեղ պետքա մեծ ուսումնասիրություն անել։
Այնպես որ այս թեմայի մեջ ոչ մեկի պարտական չի ու ոչ մի բանը պետք չի նենց եսի միշտ դարձնել։ Սա փաստեր են։ Հիմի ինչա ստացվում։ Այս մեր բոլոր ժամանակների կաթողիկոսները լուսահոգի, չգիտեմ, ոնց են դիմում այդ ժամանակ, ամենայն հարգանքով դա նորմալ եմ ես համարում, որովհետև այդպես է աշխատել աշխարհը, հասկանում եք, այդ ժամանակ այդպես է աշխատել, չես կարող ասել, ինչի էր հարկ հավաքում տալիս թուրք սուլտանին, դե այդպես է եղել։ Դա ես չեմ ասում վատ էր թե լավ, չէ, բացարձակ։ Վատը մի հատ վատ բանն էր, որ մենք պետություն չունենք, որ մեր պետության մեջ ապրենք, էցա։ Մնացածը հարաբերություններ են, ստիպված են եղել, մեկը մի քիչ ավելի ուժեղ է եղել, մեկը մի քիչ ավելի թույլ է եղել, բայց ըստ էության խաղի կանոնները այդպեսին են եղել։ Հիմա այսպեսի հարց է առաջանում։ Ո՞նց է ստացվում, որ առնվազն 6 դար, բրիշ եմ խոսում են ընդմիջումները, փոքրիկ, առնվազն 6 դար հայոց եկեղեցին հոժարակամ հարկեր է տվել սուլթանին, հոժարակամ հարկեր է տվել շահին, հոժարակամ հարկեր է տվել շատ հնարավոր է նաև ցարին, արա բայց իր պետությանը չի ուզում հարկ տա, ոսպա դու ով ես որ քեզ հարկ տամ, այսօրվա դրությամբ ունենք պետություն, որտեղ որը գործում է հստակ փաստաթղթային սխեմաներով, ոսպա չի ես քեզ չեմ տա, ու չեմ տա, որովհետև ես հայրենասեր եմ ու ես ամենայն հայոց եմ, կներեք, որ խնդրեմ, այդ տրամաբանության միջից ամենայն հայոց ասելով ինձ դուրս կդնեք, շեշտեք էլի, ամենայն հայոց բացի գնելից, ախպեր ջան, ես չեմ ուզում այդ տեսակ ամենայն հայոցի մեջ մասնիկ լինեմ, են որ ասում եք ամենայն հայոց, կաթողիկոս, տեր, չգիտեմ ինչ, այդ ամենայն հայոցից ինձ դուրս դրեք, լավ, նա չի կարող լինել իմ կաթողիկոսը, մեկը ով KGB-ի մայորը, մեկը ով հպարտա, որ Կիրիլից չքանշ, գիտեք ինչ, մեր եկեղեցին այն անկախ եկեղեցին եղելու այն հզորը, որը դու նվաստացնելով հասել ես նրան, որ Կիրիլից ստացած շքանշանը քեզ համար մեծագույն ձեռքբերում է։ Այնինչ պիտի ճիշտ հակառակը լիներ, այստեղ պետության մեծ ու փոքրը կապ չունի, այդ հայոց եկեղեցուց ստացած նվերը Կիրիլի համար պիտի լիներ լրջագույն մեջբերում, հասկանում ես թե չես հասկանում։ Ես պահանջում, չասեք, ասեք ամենայն հայոց բան, չգիտեմ ոնց էր ընդեղ, բտկիցս թռավ, ասեք բացի գնելից ախպեր։ Ես իմ հայ լինելը ու քրիստոնյա լինելը գիտեմ ոնց եմ պահում, եղավ։ Այ քեզ բան։ Ոնց կարա ամենայն հայոցի միջից գնելի ներկայացուցիչը Սրբազան լինի Աչապահյանը։ Ձախապահյան կլինի Աչապահյան, կամ Տեր Փամփյոնը։ Ոնց կարա։ Կամ Տեր ես Արշակեր, Արտաշը, ես իմ ինչ էր դուրս է եկել Եպիսկոպոսած ժողովից հարց են տալիս ինչ որոշեցիք, ասում դե գիտեք հարցը սխալ եք ձև։ Ասում կաթողիկոսը հիմի երեխա ունի թե չէ, ասում հարցը սխալ եք ձևակերպում։ Այս տեր ընկեր եմ ունեցեք, հա, նու ընկեր որն է ընդհանուր ծանոթ։ Նու բայց ընկերների ընկեր։ Զենքը փիլոնի տակից միշտ վրան է եղել։ Ու դուք կարծում եք, մտածում եք, այսօրվա իշխանությունը դուրս է եկել եկեղեցու, եկեղեցու դեմ դուք միջից դուրս եկած եք եղել դեռ վաղուց վանից։ Ուղղակի այսօր այս ամեն ինչը խոսածում, որովհետև մնացածների հետ օրթախ աշխատել եք, կոնսենսուս եք եղել։ Որտեվ բոլորդ եք KGB-շնիկ։ Էցի համար լավ է, քան մի սուրու ոչխարը։ Ու դեռ մարդիկ կան դուրս են գալիս, ինչ-որ համեմատականներ են անում, ինչ-որ մեկն էլ դրել էր Սուրբ Ղազանչեցոց վանքի զանգերը, նկարը ու տվայտվում էր տակ, օй սա տվեցին, բայց հարց եմ ձեզ տալի, բայց Սուրբ Ղազանչեցոցը 19 թվականին ինչի կարգալույց արվեց որպես առաջնորդարան և բանը Ստեփանակերտ տեղափոխվեց առաջնորդարանը։ Ինչի համար։ Ալիևին ոտի տեղ խի բացեցիք բա, ըստ ձեր բանի։
22 թվին ինչի երկու բաներին հերթով առաջնորդներին հոգևոր հերթով FSB-ի ինքնաթիռով տեղափոխեցիք Հայաստան, նու բանով ուղղաթիռով կամ մեքենաներով կամ շատ հնարավոր է Կարմիր խաչի մեքենաներով։ Ինչի համար։ Խի բա հոտա անտեր թողեցիք, խի նրանք չէին գալիս, հարցը այդ չի, բայց խի այդ տպավորությունը ստեղծեցիք, մարդկանց մեջ ջարդեցիք հավատը։ Որովհետև արդեն տվել եք դուք ձեր բաժին Արցախը, այսօր էլ կանգնել են այնտեղ եկեղեցիներ են ոչնչացվում։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, մի քիչ էլ մեզնից խոսանք։ Մենք էլ որպես հասարակություն կարծես sense ինչ-որ հարմարվել տեղավորվել ենք, հա, ինչ-որ կարծիքներ ասում ենք, բան, բայց ընկերս էր լավ գրել, հետաքրքիր գրառում էր արել, ես մի փոքր իմ խոսքերով կավելացնեմ։ Ուրեմն, ունենք Արևմտյան Հայաստանի կառավարություն։ Ունենք Լեռնային Ղարաբաղի կառավարություն, Արցախի կառավարություն։ Ունենք Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն, ունենք երկու կաթողիկոս։ Այն որ ամեն ինչից շատ լինի, քիչ չլինի։ Ու 123 հատ էլ մոտավորապես կուսակցություն։ Ու գիտեք ինչ, շատ լուրջ դեմքով նստած, մեզ ամեն ինչի մեջ, մտածում ենք, արա, մենք ինչը ինչ ենք անում, որ սենց վատ ու խառն է ամեն ինչ։ Մենք ախր ամեն բան անում ենք, որ լավ լինի, արա, ես խի ասենց էլի խառասաղ։ Ես որ ասում եմ, մեզ թշնամի պետ չի, սրա մասին եմ ասում։ Մենք մի պետություն ենք, ով բացի իր պետության կառավարությունը, ունի ևս երկու կառավարություն եւ ևս երկու կաթողիկոս։ Տեսնես խի ենք մենք սենց պարակտված այ մարդ։ Մարդ գլուխ չի անում։ Որ ասում ենք չալտրնի երկիր է եղել աշխարհի բոլոր տեսակի ազդեցությունների գործակալների համար, սա բանի մասին ենք ասում։ Սա ցույց է տալիս մեր անսկզբունքայնությունը, հենց սա, հենց այս պատկերը։ Մի հատ այս բանը, պարբերությունը բավական է նկարագրելու համար ով ենք եւ ինչ ենք մենք։ Ու կարելի է վերջացնել բոլոր տեսակ խոսակցությունները։ Երեք մի բան է ընթերցում, կիսատ մնաց, եկեք շարունակեմ։ Մարտի 19-ին այս տարվա ամենայն հայոց կաթողիկոսին փոխանցվեց Մոսկվայի մետրոպոլիտ Սուրբ Ալեքսի առաջին կարգի շքանշանը։ Մարտի 18-ին մարտի 19-ին է սա հրապարակվել։ Մարտի 18-ին Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում նորին Սուրբ Օծություն Գարեգին II ամենայն հայոց բացի ինձանից կաթողիկոսին հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտ Սուրբ Ալեքսի առաջին կարգի շքանշանը, շնորհված Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Այի կողմից հայոց հայրապետի գահակալության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ի գնահատություն երկու եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Մի օր չտեսանք այս ձևակերպումը որ կա է, այն ժամանակ էլ բաներ քաղաքական իմաստով չէ, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար Պողոս Պողոսյանը պարգևատրվում է Սուրբ Պուծին շքանշանով, չգիտեմ։ Այս բաները, բայց հարաբերությունները եթե հավասար են զարգանում ու իրար տակ պարկելու մասին չի, վասալայնության մասին չի, ինչի մի օր հայերը, ասենք, բան շքանշան չեն տալիս այդ հարաբերությունների զարգացման համար։ Որովհետև այդ ձևակերպումն է հարաբերությունների զարգացման համար։ Սուտ, կեղծ, փնթի ձևակերպումն է, որը մեզ
տասնամյակներով sense ներկայացնում են։ Հենց այդ ձևակերպումը իրականում դա դրա մասին չի, իրականում դա էսա Աբրես բալիկ ջան, լավ ես աշխատել։ Էսի քցիվիզ այդ որ ես միշտ հիշեմ, որ դու իմ ճուտն ես, ուրիշինը չես։ Այս առիթով մայրաթորեր ժամանել ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը գլխավորությամբ Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Անտոնիի Արարողությանը ներկայ էին մայրաթորի միաբաններ, գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հասարակական ու մշակութային գործիչներ, երևի շպրոտի մասին է խոսքը։ Մեկ էլ են մեկը կա հեսա դրանք Արշակ Զաքարյանը ինչ է, երևի մեկ էլ դրա մասին է խոսքը։ Արդի համաշխարհային մարտահրավերներին հանդիման մեր եկեղեցին շաղկապում են քրիստոնեական համերաշխությունը, փոխադարձ զորակցությունն ու գործակցությունը, ավետարանական անանց գաղափարների պաշտպանության գործում բարձրորեն գնահատում ենք ձեր մշտական բարի վերաբերմունքը ռուս ուղղափառ եկեղեցու եւ ռուսական հոգեվոր ավանդության նկատմամբ, մասնավորապես ասվում է ուղերձում։ Այս Կիրիլ ենք, բանա, տեսել եք չէ, ոնց են իրանց զինվորներին թաղում։ Հանցագործ երկրի հանցագործ բանը, այդ մի հատ կլանի ղեկավարը, խոսում է իր ենթակայի հետ, էլի էստեղ։ Համաշխարհային ինչ չգիտեմ ինչ։ Մոսկվայի մետրոպոլիտ Սուրբ Ալեքսիս Շքանշանի հանձնումից հետո իր օրհնության խոսքը ներկաներին բերեց նորին Սուրբ Օծություն Գարեգին II ամենայն հայոց բացի ինձանից կաթողիկոսը։ Հայոց հովվապետն ընդգծեց, որ խորապես զգացված է իր հոգևոր եղբոր Մոսկվայի եւ համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար, ինչն արտահայտությունն է երկու եկեղեցիների բազմադարյա գործակցության եւ սերտ հարաբերությունների եղբայրական շփումների, այլև ՌԴ պետական հասարակական ու մշակութային կյանքում հայ համայնքի կարևոր ներդրումի։ Ես ասա մի բան եմ կարդալու ձեզ համար, որ այս եղբայրականը բազմադարյա տեսնեք։ Նորին սրբությունը հաստատեց նաև, որ այդ կապերի ակունքներում հավատակից երկու ժողովուրդների պատմական առնչություններն են ու դարերով կոփված եղբայրությունը։ Լուրջ եմ ասում, ես փնտրում եմ, չեմ գտնում, խնդրում եմ օգնեք ինձ։ Խնդրում եմ օգնեք ինձ տեսնելու այդ դարերովը։ Դարերը մի դարը չի, չէ, մեկից ավել դարն է։ Խնդրում եմ ձեզ, ոնց ասեմ, այս խոսքի պատասխանը տվեք, գնամ, որ գիրքը, մատ գրքի վերնագիր ասեք, գնամ, կարդամ, տեսնեմ, օրինակ, 16-րդ դարում հայ-ռուսական եղբայրությունը, ախպեր, 17-րդ դարում հայ-ռուսական եղբայրությունը, 18-րդ դարում հայ-ռուսական եղբայրությունը, 19-րդ դարում հայ-ռուսական եղբայրությունը, ախպեր մի հատ գիրք տվեք, գնանք, կարդանք, որ մենակ բանավոր խոսքի հույսին չմնանք, մենք ինքներս էլ գիտակեցնենք, եք խափում ախր։ Լիներ դարավոր, կասեինք դարավոր, բազմադարյան առհասարակ 10-ից ավելն է, ոչ թե 1-ից ավելը։ Նորին սրբությունը հավելեց, որ այս բարդ ժամանակներում ծանր ապրումների ու մտահոգությունների մեջ է եղել նաև Կիրիլ պատրիարքը։ Կիրիլ պատրիարքը ուշքը գնում էր, վատացել էր, ասում էր այն մարդ Արցախս, Արցախի եղբայրական բանի ժողովրդի եկեղեցիները, բա հիմի ոնց ենք անելու, Պուտին, պամագի, Պուտինը ախպեր ջան, ես ինչ անեմ են 2000 հոգի զորք այնտեղ կանգնած, ոչ մի բան չի կարողանում անել, ես ինչ կարող եմ անել։ Ադրբեջան, 50 միլիոնանոց Ուկրաինայի վրա կարողանում եմ, բայց այդ 10 միլիոնանոց Ադրբեջանի վրա չեմ կարողանում, հասկանում եք նրանք ինչ բան են։ Հետո այդ նույն Կիրիլը գնում է մehri բանին տալիս է շնորհակալություն, բանը, շքանշանը։
եկեղեցիները զավթելու ու քանդելու համար, բայց մինչև այդ սիրտը վատ է եղել, չի դիմացել անգամ Շուշիի կորստին, ասում են հազիվ են փրկել։ Այ հոտ, հավատացյալ հոտ, հոտի որոշակի ներկայացուցիչներին բոլորին չի վերաբերվում խոսքը, բոլորը կան, լավ էլ հասկանում են, լավ էլ գիտեն, այ հոտ, մի հատ, մեզ խնդրում եմ ես հարցը իմ կողմից տվեք, տեսեք ինչեր են խոսում, մի հատ օրինակ բերեք, սատանեք ես չարիքները, պրոպագանդա է անում կոնկրետ քաղաքական, հելել է հետո հայտարարություն անում, ասում քաղաքական կեղծորակարգերի մեջ չեն, կոնսենսուս մինուս մեկ են անում կաթողիկոս 3 նախագահներ, ասում են մենք քաղաքական բանի հայտարարությունը նայ, ազգը նստած սպասում է պատասխանի։ Պայմանավորված պատմական ամենասերտ կապերով միմյանց հետ շաղկապված Ռուսաստանի եւ Ուկրաինայի եղբայր ժողովուրդների իր հավատավոր զավակների հակամարտությամբ եւ վերջինիս հետևանքով ուղղափառ եկեղեցու անդաստանում հառնած լրջագույն հիմնախնդիրներով։ Բա որ սենց այս Կիրիլին մի օր խիչ ենք տեսել Պուտինին ասի ապեր, պատերազմը դադարացրու։ Ընդհակառակը եկեղեցականները տեսան մտ բացեք նայեք ինչ քարոզներ են անում։ Այս սենց էլ Հայաստանն են կառավարել, մի բան արել են եկել, մի բան մեզ պատմել են, մենք էլ նայել ենք այ մարդ ասել ենք նա ամեն ինչ լավ է էլի, ինչ եք ուզում։ Մեկ էլ հետո նայում ենք ամեն ինչ վատ է, ուրեմն հեղափոխություն եղավ դրա, ուրեմն Նիկոլն է մեղավոր, ոյ։ Նիկոլը իր մեղավորության բաժնի մասին ասել է, ներողություն էլ ասել ու չգիտենք էլ ինչ կդառնա, բայց դուք հասկանում եք, որ ոչ մի կերպ ձեր գազանությունների հետևից չեք ուզում գնաք, դատարանով հաթաթ հազիվ հետ ենք բերում։ Նորին սրբությունը մաղթեց նաև, որ ամենողորմ Տերը զորավիք լինի երկու ժողովուրդներին, պայելով ամուր իրենց հավատի ու ապագայի նկատմամբ լավատեսության մեջ եւ պարգևի խաղաղություն, ապահովություն եւ բարօրություն։ Հանդիսությունն ամփոփվեց Էջմիածինի հորե շարականի կատարմամբ եւ վեհապար հայրապետի պահպանիչ աղոթքով։ Իմիջայլոց իրանց բանը, որ նայում եք, շատ հետաքրքիր տեղեկություններ էլ կան։ Օրինակ, ես մի ժամանակ գտել էի մի նյութ, որտեղ որ իրենց էս կայքով սա իրենցն է, թե թերթով չեմ հիշում, մարդը ժամանակին իր մոտ ադրբեջանցի լրագրողներ է ընդունել։ Ադրբեջանցի լրագրողներ։ Շատ որ հենց գտա, եթե գտա վաղ անպայման տեղեկություն։ Մի կողմից, գիտեք ինչ, ցավն է նա, որ ես կարամ դա, ես ինչ որտեղ համարեմ որոշակի գործընթացների մասնիկ ու նորմալ վերաբերվեմ։ Բայց ախր իրենք են դնում այդ չոր եզրույթը մի կողմից ու մյուս կողմից տակից ինչ ուզում անում են։ Սա է ցնցում ամենաշատը։ Այսօր այդ որ ասում եմ այդ Ղազանչեցոց նկարը դրել են, որ սաղի սիրտը կեղեքվի, նա արդեն ադրբեջանցիների ձեռն է եղել։ Տակը ես իմ ինչեր են գրել։ Մտել եմ տակը մի հատ գրառում եմ արել։ Իմ կարծիքով այդտեղ պիտի որ հավատավոր մարդիկ հավաքված լինեն։ Գրառում եմ արել, հարց եմ տվել, ասում եմ 19 թվականին ինչի սենց բան եղավ։ Հարց եմ տվել ոչ վիրավորական ձևով, անգամ սկրինշոթերը ունեմ, որ եթե հանգարց մեկը որոշի հակադարձի ցույց տամ, մցնեմ աչքը։ Մեկ էլ գեյլով մակի նման բորենին եւրի պես հարցակվան վրես, բա ում նայում ես Քրիստոսի նկարով է մեկը խաչի նկարով է, մեկը չգիտեմ Մարիամ Աստվածածնի նկարով է, նայում ես ոնց են հարցակվել վրեդ, այդ ինչեր են խոսում, էլ անեց, էլ ինչ ասես, բա դու այդ թուրք բան, մեկ էլ ընդեղ մեկը գրել է, բանա, ոնց էր գրել, իբր վարչապետին է էլի ցիտում, որ ասել են
թուրք կլինի այն որ բանում ազգային ժողովում վարչապետն էլ որ պատասխանել էր որ ինչ որ բան չի տեսնում ազգերի խտրական ճամի այս ապուշները բնականաբար չեն հասկացել խոսքն ինչի մասին է նախ սադրիչ հարցը տվել էր դաշնակցությունը զարմանալի կլիներ չէ որ դաշնակցությունը տված չլիներ սադրիչ հարցը ու շատ լավ իմանալով որ խոշորացույցի տակ են վարչապետն էլ որպեսի հնարավորություն չտա թշնամի դաշնակները ուզում էին տային թշնամիներին այդ հնարավորությունը վարչապետը որ այդ հնարավորությունը չտա որպեսի նրանք գնան միջազգային հանրության առաջ ասեն տեսեք որ ասում ենք սրանք նացիստ են սրա համար ենք ասում վերկացավ ազգային բանի մեջ ախր ինչ կա նորմալ է ու դա իրենք նայեք ինչ ասում բան հիստերիկի պես էլի մի խոսքով երկու բան չեն հասկանում հիմի գադին հարց եմ տվել մինչև հիմի պատասխանը չի գալիս ասում եմ լսի ես այս հարցը մի քանի անգամ ինքս ինձ եմ տվել ժողովուրդ ջան շատերդ լսել եք ասել եմ ախր մտածում եմ էլի իսկապես մտածում եմ եթե հարցը հասներ նրան որ պիտի ընտրություն արվեր այդ պարագայում ես կցանկանայի լինել թուրք բայց այն թուրքը ով շատ լավ իմանալով գլխի գալիքը որ կկալանավորվի ու բերդում էլ վատ կվերաբերվեն բայց միևնույնն է լինելով հասարակական գործիչ իր ազգակիցներին բացատրում ամենօրյա ռեժիմով որ ցեղասպանություն ենք մենք արել ներողություն պիտի խնդրենք հայերից եւ պիտի ընդունենք մեր մեղքը ես ցանկանայի լինել թուրք բայց այն թուրքը ով հայերի կյանք էր փրկում ցեղասպանության ժամանակ իրեն ու իր ընտանիքին դնելով վտանգի տակ թե կցանկանայի լինել հայ, բայց այնպիսի հայ, ով կեղեքում է սերբական պետությունը, գողանում է սեփական զինվորի ուտելիքից մինչև զենքը, գողանում է երեխեքի մանկապարտեզ գնալու հնարավորությունն ու դպրոցում կրթություն ստանալու հնարավորությունը, սեփական պետականությունը դնում է կասկածի տակ, ես այս երկուսից որը կցանկանայի լինեի մարդկային արժեհամակարգային իմաստով չգիտեմ դեռ այս հարցին չեմ համարձակվում պատասխան գտնել եւ առաջարկում եմ դուք էլ մտածեք խոսքս ինչի մասին է բոլոր ժողովուրդների մեջ լավ ու վատ կան Ադրբեջանը ինձ հակառակորդ պետություն է Իմ պետությունը գնում է նրա այդ հարաբերությունները ինձ թշնամի պետություն է ասենց ասա կարգավորելու Թուրքիան ինձ թշնամի պետություն է գնում ենք հարաբերությունները կարգավորելու Իմիջիալոց Վանեցյան Արտուրը ոնց մոռացել էի սրա մասին մի հատ հարցազրույց է տվել ժամանակը քիչ է մի հատ հարցազրույց է տվել Նստել պատմում է, ինչքան կարևոր է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել ու ճանապարհները բացել։ Վանեցյան, Արտուրը ինչից է խոսում։ Ասում բայց դա իրանք չպետք է անեն, մենք գանք անենք։ Անեք ժամանակին մեկ։ Երկրորդ ի՞նչ կապ ունի ով անի։ Այսինքն դուք տեսնում եք, որ խնդիրը Ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել են, ինչպես որ դուք թե զոհվածների ծնողներին եք համոզում իբր այ տեսեք բան, այսինքն շահարկում եք ամեն բան։ Ու խնդիրը հայրենիքը չի ձեզ համար, խնդիրը ոչ մի խնդիրը աթոռն է։ Տեսնում ես որ խնդիրը աթոռն է, դու ինքնախոստովանականով եկել լրագրողի բան ես պատմում ու Խնդիրը այսքան հանուն աթոռի դուք գնացիք ու պղծեցիք մեր հասարակության միտքն ու հոգին։ Ինչպես եւ ձեր պիղծ քանդողիկոսն է պղծում ամեն բան։ Գարեգին բեսը յուր մի բուր ջոկատայիններով։ Իսկ մնաց, հա, մեկ էլ
մի քանի վայրկյան մնաց, Արշակ Զաքարյանին կանդրադառնամ վաղը երևի։ Ինձ համար ամենազզվելին է նա, որ սա Արցախ լրատվականն է տարածում։ Արցախ լրատվականը Արշակ Զաքարյանի գրառումը, ով պատերազմի մեջ մեղադրում այսօրվա իշխանություններին, բայց ինքը դրանից առաջ իր օբյեկտում զլանում էր ՀԴՄ կտրոն տպեր, որպեսզի այդ մուծված հարկերից ամենատարբեր պետական գնումներ արվեին։ Խեղված իրականություն, այլ ծուռ հայելիների երկիր, այլ բան ասել չի լինում։ Եթերում Ազատ Շփումներ կհանդիպենք։